Պարոն Պապայան, շատ լավ է, տեսեք, բայց հիմա շարունակելով թվայինացման տեսանկյունից այս թեման, չէ, հիմա մենք փաստաթղթային շրջանառության այդ թվում ԵՄ-ի հետ խնդիրը լուծեցինք, ենթադրենք ու ստացանք կոդ, բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի, եւ ես հասկանում եմ ինչն է խնդրեմը, իրենք չեն ուզում, որովհետև այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք կանում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք։ Եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից մենք խնդիրը չենք լուծելու։ Մենք խնդիրը չենք լուծելու, որովհետեւ ես երբ որ լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկը, որ իրանք ներկայացնում են, այսինքն սովորեին մի ուղու, հիմա ուզում են, հիմա մենք իրանց ասում ենք հարգելի գործընկերներ, այս ուղիով ինչի չեք գնում։ Ու երբ որ իրանք բացատրում են կամ ռեակցիա են տալիս, հասկանալի է դառնում, որ հիմնական խնդրեմը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ։ Ինչը որ նշանակում է, որ իրան հավելյալ զննության գործառույթ պիտի իրականացնի։ Իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկել է, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանք։ Ես կարծում եմ պիտի շատ արագ ու զուգահեռ շատ արագ այդ խնդիրը լուծել, որովհետև ձեր ասած կոդը ունի հաջորդ ցիկլը, որ այդ կոդը պիտի անցնի սահմանը, ոչ թե փաստաթղթով, այլ նաև փաստացի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, իհարկե այդ հարցը ենթադրում եմ բեք գործընկերները, տկեն գործընկերների կօգնեն, որպեսզի դա առաջ գնա։ Դա արտահանում է ինքը ֆիսկալ խնդիր չունի։ Բայց ես դրան կգայի, ինքը տեսավ, ինքը իր խնդիրը լուծեց։ Ես կարծում եմ սա նախ եւ առաջ էկոնոմիկայի նախարարության խնդիրն է, ինչու, որովհետեւ արտաքին առևտրի պարագայում այս գործիքները չունենալ նշանակում է արտաքին առևտրի պոտենցիալը երբեք չբացահայտել, որովհետեւ աշխարհը զարգացած աշխարհը սովորա դրան, այդ մեխանիզմներին, եւ մեր մոտարկումները տեղի չի ունենում, եթե մենք թվայինացված գործիքներով մոտ չգանք, որովհետեւ մեր որոշումները թղթի վրա, մեր իրավական ակտերի մոտարկումը ամենահեշտ բանն է։ Հիմա որ AI-ին խնդրենք 5 րոպեում կանի, նույնիսկ մեր անունից, բայց ինքը չի աշխատում իմպլեմենտացման փուլում, որովհետեւ ինքը թվային ենթակառուցվածք է պահանջում, որը մենք չենք ստեղծում, պիտի արագ ստեղծենք, եւ ստեղ մենք էկոնոմիկայի նախարարություն որպես մենք ամենաշահագրգռվածը պիտի լինենք, որովհետեւ արտահանումից հետո բեկը մեծ հաշվով էլ ֆիսկալ հետաքրքրություն չունի։ Շնորհակալ եմ, ես ուզում եի այլ բան նշեի, որ այստեղ մեկ այլ հետագծելիության կտոր կա, որը փաստացի նաև ապահովված է եւ օրինակ իմ նշած 5 ընկերություններում դա ներդրված է, մենք նաև ունենք ընդհանցակարգ առհասարակ բոլոր ընկերությունները, որոնք որ հատկապես կենթանական ծագման մթերքներ են արտադրում, իրենք պետք է այդ որակի վերահսկողության, այդ հետագծելիության ողջ համակարգը ունենան եւ ինչա դա իրենից ենթադրում եւ բազմաթիվ ընկերություններ, որ այսօր Հայաստանում ներդրել են, ըստ էության փաստացի եթե դա ներդրված չլինի, չեն էլ կարողանա արտահանել այդ հասып համակարգն է, մյուսն է եւ այլն, դա իրանից ենթադրում է ձկան եւ սննդամթերքի բաղադրիչ նյութերի հետագծելիություն ամբողջ, այսինքն ինքը եթե դու այդ ներդնում ես, այդ նշանակում է թվային եղանակով Եվրոպայում կարան տենան, այդ կերը որտեղ ես առել, ոնց է եկել, երբ է եկել, երբ ես տվել, դրա արդյունքում բաները, մենակ դա չէ, արտադրության ինչ սարքերով է դա արտադրվել, այդ պայմանները այնտեղ պահպանված են թե չէ, եւ այս առումով
այս մի մասը, այսինքն Հայաստանի ներսում այդ մնացած մասը դա կա։ Մյուս մասի հետ ամբողջությամբ համաձայն եմ, որովհետև ինքը ինչ որ միտեղ կարա կտրվի, եթե եկավ այդ ապրանքները, գնաց համակարգը վերահսկեց, տեսավ, սառեցրեց, նայում օրինակ 60 աստիճանում սառեցված է, դրվեց բեռնատարի մեջ ու սկսում է արտահանվել, այո, պետքա նաև այդ կետում, երբ որ այդ բեռնատարն է, ինքը պետքա ենթադրում էլեկտրոնային կենսագրությունը պիտի շարունակվի, բան պապա, որովհետև եթե խզվում է թվային կենսագրությունը շարժի, դա նշանակում է ուր որ գնում է մաքսային վարչարություն պիտի լինի, որովհետև մաքսայինի համար այդ սահմանի վրա սա ոչ մի ինֆորմացիա ինքը բեռի մասին չունի, ինչը նշանակում է ինքը պիտի սքան անի, ինքը պիտի ֆիզիկապես զննի եւ այլը։ Իսկ սննդամթերքի դեպքում առավել եւս շուտ փչացողի դեպքում դա կատաստրոֆա է, այլ կերպ ասած, որովհետեւ ինքը ուղղակի պիտի դա ճանել, որովհետեւ ինքը չի դիմանում այդ տեմպերին։ Հիմա նաև ձեր հանձնարարությամբ ենք Ես հետևում եմ ինչ է հիմա կատարվում, այդ թվում Միրգ Բանջարեղեն ծաղիկ, ես զգում եմ, որ մերոնք կան ընկերություններ, որոնք բավականին բարձր որակ են ապահովում, այդ թվում եվրոպական, ու պարզվում է խնդիրը միայն որակը չի, խնդիրը հետագծելիությունն է, որ իրան շարժն է դանդաղում, լավ որակի ապրանքի շարժը, որ դանդաղում է, ինքը ունենում է երկու խնդրեմ, նախ փչանում է, երկրորդը ժամանակն է ծախսում, իր ժամանակը ծախսելը արդեն ուղղակի ծախս է ու մեր գինը մրցունակ չի։ Դե նաև ձեր հանձնարարությամբ մենք ճանապարհային քարտեզ ենք գործողությունների մշակել, որը ըստ էության ինտեգրելու ենք ՊԵԿ-ի համակարգի հետ, իմարկի հետ կապված, եւ մենք եւս այդ մասով ամբողջությամբ ներգրաված ենք լինելու աշխատանքներին ու վերցնում ենք նաև մեր վրա պատասխանատվությունը այդ մասով աշխատանքի իրականացնելու գործընկերների հետ, այսինքն այդ մեխանիզմն ենք պատկերացնում եւ պարոն Հակոբյանը եւս տեղեկացված է։ Շատ կարևոր քննարկում է կարծում եմ երկու տեսակի հետագծելիություն կա ֆիզիկական շարժի եւ այդ փաստաթղթերի հիմա այդ երկրորդ կտորը այս պահին շատ ակտիվ բանակցում ենք Եվրամիության հետ նշեմ որ կա Եվրամիությունում կա տրանզիտի համակարգ թվային համակարգ հիմա մենք պետք է համաձայնագրով միանանք դրան այսինքն այս պահին առաջի հայտը նաեւ որ դիտորդի կարգավիճակ ստանանք հաջորդ քայլով փորձենք միանալ դրան դա հնարավորություն կտա որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի փաստաթղթերը թվային տեսքով միանգամից արտացոլվեն այդ համակարգում ու Եվրամիության ներմուծողը եւ այնտեղի մաքսային մարմինները արդեն տիրապետեն թե ինչ է Հայաստանից գալի Եվրամիություն այսինքն այս առաջին քայլը արդեն շատ ակտիվ արվում է դրա հետևից ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը պետք է առանձին քննարկենք հասկանանք այդ ոնց պիտի լուծվի Եվրամիության դեպքում Պարոն Հակոբյան, ես հասկանում եմ, ես գիտեմ, որ դա բարդ խնդիր է, որովհետև այդ հետագծելիությունը տրանզիտ երկրներում բավականին բարդ է կազմակերպել, որովհետև տենց հիմա տրանզիտ երկրները այդ հետագծելիության շահառու չեն կամ չեն գտնում իրան շահառու լինելու իմաստը, բայց ամեն դեպքում մենք պիտի լուծենք, որովհետև եթե ապրանքի հետագծելիության խնդիրը չլուծենք, մենք շատ բարդ է լինելու մեզ մրցակցելը զարգացած շուկաներում շատ բարդ բայց այլընտրանք չկա որովհետև ստացվում է որ մեր արտադրողը իր որակը ապահովում է այսինքն ինքը ներդրում է արել ծախսարը որակը ապահովում բայց թվային ենթակառուցվածքի բացակայության պատճառով ինքը չի կարողանում արտահանում անի Եվ մենք մի օր որ մեզ համար գնահատենք տեսնենք եթե թվային ենթակառուցվածքը հետագծելիության լիարժեք աշխատեր մեր ապրանքների որ կազմն է արտահանելի կարող է պարզվել որ մի զգալի մասը մեր արտադրության արտահանելի է եւ ինքնարժեքով էլ շատ հարմար գին ունի եվրոպական շուկայի համար Ես խնդրում եմ այս հարցը ուշադրության կենտրոնում պահել միշտ որովհետեւ ես ինչքան որ հասկանում եմ այսօրվա այս գաբարիտի եւ շարժի փոփոխությունների խնդիրը ամենամեծ խնդիրը այնուամենայնիվ թվային ենթակառուցվածքների գոյությունն է ոչ թե ապրանքի որակ եւ գին տեմպը
եւ թվային ենթակառուցվածք։ Իսկ այլ կերպ ասած, ես կարծում եմ այսօրվանից պիտի զուգահեռ մի հատ բեկի հետ սկսեք քննարկումները ինչ անենք այդ կապարակնիկների հետ մեքենաների, որ մեր բեռնատարներն էլ ակտիվանան ու սկսեն աշխատել։